Վերջին ժամանակաշրջանում ի ուրախություն մեզ բոլորիս իրանք հիմնականում դիմում են վախ, այսինքն ծնողը նկատեց ինչ որ մի շեղում, դիմում են վախ, երբ որ ինֆորմացված է լինում ծնողը, այդ դեպքում վախ են դիմում, բայց եթե հիմնականում ծնողի տեսակ կա, ինչ որ տեսնում են, ասում են, դե ոչինչ, կանցնի, մի տարի էլ սպասենք, 2 տարի էլ, բայց նորից կրկնվեմ, ժամանակը աշխատում է մեր եւ իրանց դեմ։ Ինչքան շուտ է հայտնաբերվում, այնքան բուժման բարեհաջող ելքը, եկեք մի հատ sense բանել ասեմ, բուժում ասելով չհասկանանք վերացում։ Այսինքն շատերը գալիս են 3-րդ աստիճանի, 2-րդ աստիճանի սկոլոզով, ասում են կվերացնեք։ Կլինի ինքը մենք 100%-անոց ուղիղ ողնաշար ունենք, ոչ, հնարավոր չի դա։ Եվ կներեք մի հատ էլ դեպք հիշեցի, մի հատ ծնող էր, հայր ծնող իր երեխային բերել էր երևի 12-13 տարեկան աղջիկ, եւ ամեն օր ինքը առանց ինձ զգուշացնելու, որտեղ ինքը ինձ հարցրեց, ասեց, երբ կունենանք արդյունք, ես իրեն ասի կուրսը վերջացնում ենք 6-ից 8 ամիս հետո, մի հատ հետազոտենք, տեսնենք արդյունք կա թե չէ։ Ամեն օր առանց ինձ ասելու, տարբեր տեղեր տարել է երեխային ճառագայթել եւ ռենտգեն արել։ Մտածելով, որ ամեն օր կարող է արդյունք լինի։ Ինչու մի տեղ չի տարել, որովհետեւ նույն տեղը, երբ որ երկրորդ անգամ տաներ, բնականաբար բժիշկները ասելու են չի կարելի։ Եվ ես հրաժարվեցի իրանց բուժում իրականացնել, որովհետեւ ինչքան բացատրելուց հետո այդ մարդը չէր գիտակցում, որ չի կարելի այդպես։